Թերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Մենք արտակարգ եթեր է, արտահերտ արտակարգ եթեր է սա, ոչ պլանավորած, ոչ ծրագրած, տեսանք թե 3 ինչ էր տեղի ունենում, դրա համար հարկամարեցինք պարոն Նահապետյանի հետ միասին դուրս գալ ուղիղ եթեր։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան։ Ինչևէ, մենք ապրում ենք շատ ծանր ժամանակահատված։ Հայաստանի Հանրապետությունում մնացել է միակ ազգային կառույցը, հայ առաքելական եկեղեցին, թշնամին հարձակվել է այդ կառույցի վրա եւ ներքին թշնամին եւ արտաքին թշնամին։ Չենք մոռանում, հիշում ենք, որ թուրքական հեղափոխությունից հետո առաջին իսկ թիրախում եղել է հայ առաքելական եկեղեցին։ Այնուհետև այլ խնդիրներ էր դրված այսօրվա իշխանության առջև։ Արցախը հիմնահատակ ավիրել եւ տալ թշնամուն, Սյունիքի տարածքները, Եղարքունիքից տարածքներ, Տավուշից տարածքներ եւ արժեվում նոր տարածքներ հանձնելու պլանն է գործում։ Հիմա Մեղրին Սյունիքը հանձնելու ժամանակաշրջան է, բայց թշնամին շտապում է, երևի կասկած եւ վախ ունի, որ այսօրվա իշխանությունը փողոցից եկած իշխանությունը կարող են հեռացնել, շտապում է վերցնել Հայաստանը ամբողջությամբ։ Ես 2 օր առաջ ազգային ժողովում խոսեցի դրա մասին, բայց այդ առաջին անգամ չէր, բազմիցս եմ ասել, մենք այն ինչ որ տեղի է ունենում, եթե սա չկասեցվի, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք Իրանի ենք տալու այս օրերին, եթե իհարկե ողջ լինենք կամ գերեվարված չլինենք։ Մենք երանությամբ ենք հիշելու այս օրերը, որտեղ նորից եմ կրկնում, թիրախը հայ առաքելական եկեղեցին է եւ ամբողջապես Հայաստանի Հանրապետությունը։ Երբ թշնամին ավելի ակտիվացավ եւ իրենց հայացքը ուղղեցին հայ առաքելական եկեղեցու կողմ, երբ որ հոգեվոր խորհուրդը Ժնևում հավաքվել էր վեհափառի մասնակցությամբ եւ հայտարարությամբ ամփոփվեց այդ ժողովը, որ ուղղված էր միջազգային մի շարք կազմակերպությունների, մի շարք երկրների ղեկավարների, առաջնորդների, որ Արցախի թեման փակված չի, մեկ, որ մենք ունենք գերիներ 2 եւ ցեղասպանության թեման չի կարող փակված լինել։ Հիմա մենք անտարբեր իհարկե նստած ենք, մեզ թվում է, որ արտառոց ոչ մի բան տեղի չի ունենում, այս կաթողիկոսին կհանեն, ինչ որ մեկ այլ կաթողիկոս կբերեն, դա բացարձակ կապ չունի մեր կյանքի հետ, մենք շարունակելու ենք այսպես Արցախը մնացած տարածքները հանձնելուց հետո խաղաղ անապրել։ Ես իր համար վատ նորություն ունեմ, խաղաղ ոչ մեկ մեզ թույլ չի տալու ապրել, եթե ընդհանրապես թույլ տան ապրել, սա արդեն նվեր կլինի, իսկ խաղաղ հաստատ մեզ թույլ չեն տալու ապրել։ Մենք շարունակում ենք չգիտակցել, հատկապես այսօր թշվառ վիճակում է գտնվում ընդդիմությունը, որովհետև ես իմ շփումներից ելնելով հասկացել եմ, որ իրենց մոտ էլ այն գիտակցումը չկա, որ մենք կանգնած ենք մեծ ողբերգության առջև եւ մեծ կորստի առջև, եթե այդ գիտակցումը լիներ, ես կարծեմ ազգանվեր մարդկանց խումբ կլիներ կամ կազմակերպություններ, որ հաստատ իրենց այլ կերպ կպահին։ Հակառակ դեպքում, եթե այդ գիտակցումը կա եւ այսպիսի պահվածք է, դա արդեն բացարձակ աբսուրդ է։ Ինչևէ, հարձակումները շարունակվում են, մենք պատմությունից գիտենք, որ հուդաները այնքան շատ չեն եղել, հուդան մեկն էր, բայց մեկ էլ մի առավոտ զարթնում ենք եւ տեսնում ենք պիղծ լրատվամիջոցներով տարածվում է այն, որ միանգամից հայտնվել են 9-10 հուդա։ Ոչ ավել ոչ պակաս սրանք պահանջը սրանք են, դուք մեծ հաշվով սրանք եք, որ պահանջը իբրև թե սկզբում պայմանավորված է եղել Արշակ Սրբազանով, այնուհետև արդեն շատ ավելի խիստ իրենք պահանջում են, որ կաթողիկոսը հեռանա։ Իմ այդ պատկերը դրեք, սա մենք շատ պատկերների ենք բախվել, չգիտեմ, սրանով ոչ մեկի չէր կարող զարմացնել, բայց այն, որ սրբազանները այսպիսի ողորմելի եւ թշվառ վիճակում գլուխները կախ Արցախը Ադրբեջան համարող մարդու հետ կհայտնվեն մի սեղանի շուրջ, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ էր իրենց քննարկման առարկան, մի անձ իր կեղտոտ ձեռքերով, կեղտոտ կոշիկներով քաղաքական, որպես քաղաքական
գործիչ, չգիտեմ ինչ որ ուժի ներկայացուցիչ, բան մտել է մեկ այլ կառույց եւ ուզում է ապականել եւ պղծել որևէ մեկը, որն իրան այդ իրավունքը չի տվել, ինքը չունի այդ ապշելու բան է, որ այս խայտարակությունները թիվ 1 խայտարակություն, նայեք սրա դեմքի, սա թիվ 1 խայտարակությունն է, որ հայտնի էր մամուլում բազմիցս գրվեց, որ սա Քյարամյանի, որը քննչական կոմիտեի ղեկավարն էր, հայրն էր, ավելին, ոչ միայն սա, այլ մի քանի երեխա ունի եւ այս մարդը խոսում է բարոյականությունից, քիչ առաջ էլ խոսել է դու ինչքան պիղծ սրիկա պիտի լինես, էլի խոսում է բարոյականությունից, ինչ է տեղի ունենում ձեզ հետ, ես խոսում եմ, ցույց եմ տալիս, այս մարդը խոսում է բարոյականությունից, ինքը լինելով պիղծ, ապականված եւ այն ինչի մասին որ խոսում է, ուղղակի չգիտեմ, աննամոթության գագաթն ու վերջը, էլի, ես անամոթության երբ որ ամբողջ երկիրը գիտի, հաջորդն ընդհանուր պատկերը թողեք։ Հաջորդը որ խոսում էինք, հերթով պիտի անցնեմ։ Կճոյան, նույն ինքը անբարոյականության գագաթը, մամուլում ես ասեմ 1 դուք ասեք 10, 100, 1000 հրապարակում այս մարդու ապօրինությունների, այլանդակությունների եւ պղծությունների, բենթլիների մասին։ Այս երևույթը, որ այստեղ մստած է Նիկոլ Փաշինյան անունով, հերու գնալ պետք չի, եթե հանկարծ փորձի ինչ որ անհարմար շարժումներ անել այս նույն Կճոյանը, միայն կարելի է հեռարձակել Նիկոլի աղմկոտ իմիջիալս դրեք, հետո վերջում դա ցուցադրենք։ Նիկոլի աղմկոտ բանը ճիչեն կանանցի ճղղոցը, որ գոռում է Բենթլի, Կճոյան, չգիտեմ ինչ։ Ազգային խայտարակություն, եթե այս երրորդ անձը Արցախի թեմի առաջնորդը պատկերացնում եք դուք ինչքան ողորմելի պիտի լինեք, ես թիվ չկա թե պարոն Ահապետյան, ես վստահ եմ նաև ձեզ, թե երեք ինչքան քանի արցախցի էին զանգահարել։ Ուղղակի այսպես գիտեք ոնց է, ոնց որ այս ինչ բան է, էլի, այս մարդկանց ոնց որ դանակով հարված է գցել են, այրել են իրենց տները ու չեն հանգստանում, գիտեք, գալիս են մի հատ են դանակով, այսպես Արցախցիությանը հարվածում, գալիս են մի հատ են ասում գնացեք հարվածեք, մի հատ է թիկունքից դանակով խփեք, մի հատ է կողքից դանակով խփեք։ Դուք գոնե հասկացաք, որ դուք ինչքան փոքրոքի թշվառ ողորմելի եք դուք։ Եթե ձեր վրա կոմպրոմանտներ կա, ինչ կա, որ դուք երեք քանի հարված խփեցիք ցանկացած արցախցու։ Քանի անգամ եք հարվածել երեք։ Այս ձեր էս ներկայությամբ նստած եք հենց մեկի առջև, ով որ ասեց Արցախը Ադրբեջան է։ Այսինքն դուք պղծեցիք բոլոր գերեզմաններն, 385 եկեղեցիներն ու վանքերն ու մատուրները, որ հանձնել է, 1000 այդ սրբագույն մասունքները, որ հանձնվել է, մեր սրբագույն հողը, որ հանձնվել է, ինչի շուրջ էի գնացեք քննարկման։ Երեք ճիշտ էր Սաթիկը գրել, ոնց էր համը Արցախի։ Կերար, որսնա ոնց էր համը ինձակի հիմա, ոնց էր համը Արցախի, այն կուլ տվեցիք, հա, գնացիք ու վերջին անգամ կուլ տվեցիք։ Ու ձեզ թվում է մարսելու եք, ասենք ձեր վրա ինչ-որ մի կոմպրոմատ կա, չգիտեմ ինչ կա, այդ լավագույն դեպքում, ես ճիշտ ասած ասում եի, գնացեք ինքնա խարազանվեք, չգիտեմ ինչ արեք, բայց լավ բան առաջարկեց պարոն Ահապետյանն, ասեց, գնա հրաժարական տուր, ոչ քեզ պղծի, ոչ Արցախը հերթական անգամ պղծի, ոչ է դանակով սենց հարված ես խեղճ ու կրակ արցախցին, որ տնավեր, տնականդ, հայրենիքի կորստով եկել նստել է։ Սա դուք չմարսելու բան է, ոնց կարող եք դուք գնալ այդ պղծության ու մտածեք, որ դրանից հետո պիտի ապրեք, դրանից հետո ինչ-որ բան ունենաք, քանի գրոշ արժեք դուք, քանի գրոշ արժեր ձեր կյանքը։ Ես ճիշտ ասած զարմացած եմ, այստեղ նստած սրբազանի թվում էր թե վիրահայոց ինչ-որ էլի խայտարակ հրապարակումներ, կյանքի հետ կապված չգիտեմ, հազարումի բաներ, այս պիղծ մարդկանց, ինչ ասեմ, բոտեքսով շրջագայող բոտեքս արած սրբազան էլ ունենք, էլ Աբրահամ սրբազանի մասին, ինչ ասեմ, առավոտը մի բան է ասում, ցերեկը մի բան է ասում ու իրենց այս
Բրուտոսի մասին ու հուդաների մասին էլ այդ չխոսենք։ Սա է մեր իրականությունը, ոնց որ գիտեք կանխատեսեինք, ես չգիտեմ ձեր եթերում խոսեցինք պարոն Ահապետյան, թե այլտեղ որ պատահական չէր, հիմա դուք հասկանում եք այս ամբողջ շղթան նախ մի հատ ֆիլմ է ստեղծում եւ այդ ֆիլմը սկսում է միանգամից եվրոպական փառատոներում մրցանակներ, ինչ էր այդ ֆիլմի անունը, որ այն հայ տղան է խաղում է դրա մեջ, գլոբուսում ինչ որ բան է շավ, ինչ էր այդ վերջին ֆիլմը, որ հայ դերասանն է խաղում, հա? Անորա, որտեղ մի հատ բան հոգեվորական բան են ներկայացնում, ինչ է, մեկ էլ հանկարծ, չգիտեք ինչի հիշում են 2-3 տարի առաջ ինչ որ բան է ասել Միքայել Սրբազանը, կալանավորում են Միքայել Սրբազանին, ամենահոգևոր, ամենաազնվագույն սրբազաններին, դրանից հետո ձերբակալում են, կալանավորում են Բագրատ Սրբազանին, ինչ որ սուտ, կեղծ ինչ որ բաների, հետո կալանավորում են, ձերբակալում են Արագածոտնի Մկրտիչ Սրբազանին են ձերբակալում, այսինքն ամենահոգևոր բան սրբազաններին ձերբակալում են, այս մարդկանց վրա արդեն կոմպրոմատներով աշխատում են եւ որոշում են թիրախավորված հարձակվել, ես պիտի խնդրեմ, որ ոչ մեկ չասի կաթողիկոսի վրա, հայ առաքելական եկեղեցու վրա, նախ ով ես դու, որ դու հայտարարում ես, որ պիտի փոփոխություններ, ռեֆորմներ, չգիտեմ ինչեր, պարզ է, չէ, որ մարդը եկել է հայկական եւ հայաստանյան սրբության սրբոց ամեն ինչը պղծում է, դուք կարծում եք, որ հայ առաքելական եկեղեցու համար ինչ որ մի հատ տեղ են թողնելու, հա, որ մնա ասենց իր որպես պատմականորեն մեծագույն դեր ունեցող կառույց մեր իրականության մեջ, նախ իհարկե մեծ կասկած է, թե Հայաստանի Հանրապետությունը մնալու եւ այդ հանրապետությունում ինչ տեղ դեր, եթե անգամ մնա էլ պարզ չի, որ այս ամեն ինչը գնալու է նրան, որ ավիրելու են։ Դուք կարծում եք այս սրբազանները չեն հասկանում, որ ինչի է, ինչ ավերածության է վերածվելու հայ առաքելական եկեղեցին։ Ուղղակի ամուր իր տեղում է մեր վեհապարը եւ վեհապարը ունի մեծագույն դեր հոգեվորի տարածման միայն իր ժամանակաշրջանում 380 քանի եկեղեցու մատուր հանձնել է վանք, հենց այդքան կառուցել է, շենացրել է, շենացում ու կառուցում է տեղի ունեցել կաթողիկոսի վեհապար հոր ժամանակաշրջանում։ Հիմա ինչն են իրենք պատրվակ բնում, նախ ցանց բոլորից ըստ մամուլի բոլորը պիղծ են իրենց կյանքով, իրենց կենսագրությամբ, իրենց այլ եւ այլ բարք ու վարքով մեկ իբրև թե թիրախավորել են Արշակ Սրբազանին, շատ լավ հասկանալով, որ վեհապարի շատ ամուր է կանգնած եւ վեհապարի կողքին է եւ ծառմռվող չի, ինչպես իրենք չեն գնա կուզեկուզ ողորմելի վիճակում կանգնել Արցախ-Ադրբեջան հռչակող Սրիկայի կողքը, նույն սենյակում չեն հայտնվի։ Եվ դրա համար թիրախավորել էին Արշակ Սրբազանին։ Ուրեմն ինչ որ ձայնագրություն է հրապարակվում, դեռ այդ ձայնագրության իսկությունը մեծ կասկածի բան է տալիս, ինքը Արշակ Սրբազանն ասում է, որ սա թող անցնի փորձաքննություն, բնականաբար փորձաքննություն պիտի անցնի անկախ փորձագետների ձեռքը, ոչ թե այն քննչականի, իդեպ Արշակ Սրբազանի փաստաբանն է խոսեց դրա մասին, դի խնդրեմ արդեն պարոն Ահապետյան այս ամեն ինչը բացի, անցնում է նույն քննչականով եւ քննչականը խախտելով օրենքի բոլոր բաները, որ պիտի ներկայացներ այս կողմին եւ այն կողմին, դրա մասին ոչ մի խոսակցություն չկա, չգիտեք ինչու, այս դավաճան սրիկա թշվար սրբազանները հավաքվում են, տակից արդեն հուդայական մի հատ խումբ են ստեղծում, դե պարզ է, նորից եմ կրկնում, իրենց վրա կոմպրոմատներ կա, բաներ կա եւ այս թշվառները փոխանակ դրանից չվախենան գնան առաջ, գնում են հուդայի ճանապարհով։ Եվ դա հիմք ընդունելով, քննչական կոմիտեի այդ բանը հիմք ընդունելով, ասում են, որ դա իրական է, նախ այստեղ օրենքի խախտում է եղել եւ հաջորդը, եթե դուք ասում եք, որ մենք հիմնվում ենք քննչական կոմիտեի այդ նյութերի վրա, չէ, պարոն Ահապետյան, հարց կարող եմ հնչեցնել, այս թշվար բոտեքս հատկապես բոտեքսա խառը, չգիտեմ, ցանկացած բան մասնագետի որ ցույց տաք, տեսեք, սրբազանը բոտեքսների մեջ ամեն ինչ կարելի է պատկերացնել, բայց այս արդեն այն որ ասում է վերջը վերջն է, էլի։ Այդ նույն քննչականը որոշել է, որ
Միքայել Սրբազանը հանցագործ է, Բագրատ Սրբազանը հանցագործ է, Մկրտիչ Սրբազանը հանցագործ է։ Հիմա դուք բոլորդ ընդվզում եք, ես եմ տեսել, չէ՞, քննչականի մոտ, դատարանի մոտ, դատարաններում դուք բոլորդ գալիս եք եւ դրա դեմ խոսում եք, որ սա ինչ է, ինչ ապօրինություն է, ինչ է կա։ Այսինքն դուք այն մյուս սրբազանների պարագայում չեք հավատում, չեք վստահում Նիկոլի քննչականին, բայց այստեղ որ ձեր վզին դրած է ինչ որ կոմպրոմատներ, դուք հավատում եք Արշակ Սրբազանի հետ կապված այս կոմպրոմատներին, այս բաներին, այս նյութերին դուք չգիտեք ինչի հավատում եք, առանց սпасելու անկախ փորձագետների ինչ որ բան, արդեն հրճակում են, որ դա վերջնական վերջիկն է, վերջ։ Այդպես է եւ մենք առաջնորդվում ենք դրանով։ Ինչևէ, մենք ունենք այս բան 3 այսօր տեղի է ունենում հիմա այս պահին միաբանների ժողով է տեղի ունենում։ Գերագույն հոգևոր խորհրդի նիստն է։ Այո, նիստը, այս դավաճանները չկան այնտեղ, փախած բան վիճակում են, երևի իրանց նոր պապան սատանիստական ուժերի կրողը ասում է հանգիստ նստեք, մենք հələ մեծ գործ ունենք անելու, որտեղ ոչ մեկ չասի հետո, այն որ քաղաքական այդ պիղծ տականքները, որ գնացին այս հրեշի հետ ճանապարհ անցան 18 թվին, իրանց հայտնի կենթանու տեղ դրած իբր չէին հասկանում, որ այս մարդը եկել է ավիրելու երկիր եւ Արցախը հանձնելու։ Հիմա որևէ մեկը այստեղ վերընկած հանկարծ հետո չասի, որ մենք չգիտեինք, որ այս ամեն ինչը նրա համար էր, որ բոլոր եկեղեցիների տակ ռում դնենք, մենք չգիտեինք, որ այս ամենը նրա համար էր, որ մայր տաճարը պայթեցնենք, մենք չգիտեինք, որ սա նրա համար է, որ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին իր բառի բոլոր իմաստներով մոխրացնենք եւ չեզոքացնենք։ Տեսեք, դուք հետո ասելու եք, ես կասկած չունեմ, որ հետո գալու է ժամանակ եւ ասել են մենք չէինք պատկերացնում, որ այդպիսի բան կարող է լինել։ Դուք արդեն պիտի ամեն ինչ պատկերացնեք, դուք այնքան պիղծ եք, դուք հուդաների խումբ եք, հուդաների մի խումբ, եւ գիտեք ինչն է բան, պարոն Նահապետյան, որ հիմա այս իրենց բոլոր թեմերում, այս թեմերի ղեկավարներ են, չէ՞։ Դուք գիտեք ինչքան հավատավոր եւ նվիրյալ քահանաներ ունեք, դուք 3 հայտարարություններին հետ։ Ես կարող եմ ասած հերթով տալ, որ իրենց նվիրվածությունն ու բանը քահանաներից 3 հոգու կարողացան փոկել։ Ես ասել էի դրել եք Միքայել Սրբազանի խոսքներ Telegram-ում եւ RP։ Այդ վիդեո տարբերակը եւ տեղադրեք, մենք ընթացքում դա էլ հիմա բանարեք տեղադրենք եւ դա էլ ցուցադրենք եւ Տերասողիկի եւ մյուսների խոսքերը, Հայրասողիկի խոսքերը եւ մյուսների հետո ընթացքում հիմա դա բանարեք, որ հետո տեսնենք RP։ Հասկացա՞ր ինչի մասն է խոսքը։ Որտեղ որ առանձին Միքայել Սրբազանն ասում է որևէ մեկը իրավունք չունի կաթողիկոսին, դրա մասին է խոսքը։ Եվ առհասարակ նույն բանը հիմա ասում են իրական հոգևորականները եւ ընդհանրապես հավատացյալ մարդիկ։ Խնդրեմ, պարոն Նահապետյան։ Նախ գնահատենք, որ այն ինչ որ եկեղեցու շուրջ եւ Վեհափար Հայրապետի դեմ հիմա ընթանում է ինչ որ process, այդ process-ը Փաշինյան Նիկոլի նախաձեռնությունը չի։ Մենք իրական պատվիրատու իմտի հասկանանք ովքեր են եւ վտանգի չափ հաստայում։ Նիկոլը գործիք է, օգտագործելով ապօրինությունների կեղծիքի ստի վրա հիմնված իրեն տրված եւ իրապահ համակարգը իրեն հլունազան ծառայող գործիքը ինքը անում է գործ։ Իսկ ում գործն է անում։ Բազմիցս ասել ենք մեկ անգամ եւս Վեհափար Հայրապետի դեմ այս ամեն ինչը սկսեց Շվեյցարիայի Բեռն քաղաքում հայտնի ելույթից հետո։ Բայց մինչ այդ մի երկու հետաքրքիր փաստի մասին ասեմ։ Ուրեմն գիտեք, որ 2023 թվականի սեպտեմբեր 19-ից 23, 24, 25 Արցախում մեր քույրերն ու եղբայրները ստիպված լքեցին իրենց բնուրանը, իրենց հայրենիքը։ Սա 22 թիվ, 23 թիվ, սեպտեմբեր ամիս, սեպտեմբերի վերջը։ Հիմա պատկերացրեք, գալիս են այստեղ տնավեր, դիակներ չկան, են հայտնի զորամասի մոտ պայթյուն, կորուստներ, ողբ, ցավ, այսինքն ընդեղից դուրս եկածների եւ մեզ այդտեղ ապրողներից հոգեվիճակը, որը ոչ մեկ օրվա, ոչ մեկ շաբաթվա, ոչ մեկ ամսվա մենք այդ շոկից չեն կարողանում դուրս գալ։ Մարդիկ իրենց տները, իրենց առանձնատները
Ցեղասպանության մի բան է, իրենց տները տրամադրում էին, այսինքն բոլորս այդ գործի մեջ ենք։ Հիմա ինչ գործի մեջ է, ընդամենը մի ամիս հետո Փաշինյանը հոկտեմբերին, 23 թիվ հոկտեմբեր։ Հիմա կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբեր 23-ին ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերաշնորհ arczepiskopos Ժոզե Ավելինո Բետանկուրին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդման նպաստելու համար arczepiskopos Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից շնորհված Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից Պիոս 9-րդ Պապի ասպետական մեծ խաչշքանշանը։ Սա Արցախի կորստի ավերի ֆոնի վրա, մեկ ամիս հետո։ Վարչապետը շնորհակալություն է հայտնում բարձր գնահատանքի համար եւ ընդգծում ՀՀ կառավարության շահագրգռվածությունը հետեւողականորեն զարգացնելու կապերը Սուրբ Աթոռի հետ։ Նիկոլ Փաշինյանն arczepiskopos Բետանկուրին մաղթում է հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Հիմա ասենք շատ հակիրճ, ինչ ասել է Հռոմի Պապի Պիոս 9-րդի ասպետական մեծ խաչը։ Ով է եղել Պիոս 9-րդը։ Սա շատ հետաքրքիր է։ Ուրեմն 1854 թվականին Հռոմ Պապա եղել։ Գրել է համառոտագիր հայ ժողովրդի վերաբերյալ։ Այս անձը, որտեղ հայ եկեղեցուն, մեր եկեղեցուն, գիտեք ինչ որակումներ ա տվել եւ մեղադրել է հերթվածողականության եւ մոլորության մեջ։ Այսինքն մենք Փաշինյանը իմաստանում է Արցախը մազապուրս թողած մեր հայրենակիցների Հայաստան գալու կորուստ, ցավ, ողբ, գերի, դիակ, գերեզման, եկեղեցիներ ամեն ինչ թողած, տուն, տեղ, ամեն ինչ թողած։ Ընդամենը մի ամիս հետո Փաշինյանը ստանում է մի պարգև Հռոմի Պապի կողմից, որը կրում է Պիոս 9-րդ Հռոմի Պապի անունը, որն էլ մեր եկեղեցուն իր ժամանակ գնահատել է եւ դա Հռոմի քաղաքականությունն է, որտեղ իր անունով կա ասպետական մեծ խաչ բարձրագույն պարգև Հռոմի։ Հերթուղականություն եւ մոլորություն։ Այսենց մարդու պարգև, այդ անունով մարդու պարգև է ստանում։ Սա ինչի համար եմ ասում։ Իհարկե նաեւ այլ փաստեր, սա ընդհանրապես այս փաստերից մեկն էր, որի վերաբերյալ ես փորձեցի նայել համացանցում տեղեկատվական հոսքերում ինչ որ ձևով արծարծվել է, չկա, ես դրա համար կարևորում եմ։ Հիմա ինչ կատարվեց 3։ Ուրեմն տարածվեց հայկական ժամանակ թերթը armtimes.com իր կայքը գրում է, որ իբր փորձագիտությամբ հաստատվել է Մայրաթորի դիվանապետ Աշակ Խաչատրյան վերագրող տեսանյութերի իսկությունը, այսինքն հայկական ժամանակը բարձում է քննչական կոմիտեի տեղեկատվական կառույցը։ Չի բարձում, վաղուց այդպես է։ Գրում են սա է լինելու, հետո անում են դա։ Ես հիմա ասում եմ ապօրինությունը։ Այսինքն չի տարածում այս տեղեկատվությունը քննչական կոմիտեն, պաշտոնապես չի տարածի, չէ՞։ Որից է մեկը տեսել այդ փաստաթուղթը։ Շատ ճիշտ բան ասացիք, այո։ Չկա, այդպեսի փաստաթուղթ չկա։ Մեկ, ասում եմ դուք էլ ասեք։ Հիմա դրա մասին իբր նման փաստաթուղթ կա, դրա մասին տեղեկատվություն է տարածում հայկական ժամանակը։ Եվ ինչ է ասում։ Հաշվի առնելով սա, եպիսկոպոսները դիմել են միացյալ եպիսկոպոսների, սա արդեն եպիսկոպոսների նամակն է, իբր նամակ, հա։ Եվ հանրությանը հայ եկեղեցին Արշակ Խաչատրյանից, Արշակ Խաչատրյանը այս պահին կարգավիճակ ունի։ Այո։ Արշակ Խաչատրյանից եւ նրա մեղքը կիսողներից Այս պահին կարելի է գրողներն ու սրանց դատի տալ։ Մաքրելու գործընթացին միանալու համար։ Որևէ մեկ իրան կարգալույս չի արել, ինքը շարունակում է մնալ Արշակ Սրբազան։ Այո, հիմա նախ Արշակ Խաչատրյանը ինքը հոգևորական անվանումն է, ոչ ավազանի անուն, այսինքն նաեւ անգրագիտություն։ Սրբազան բառը հատուկ են հանում։ Այո։ Հիմա ես ընդամենը էս է առաջին փաստն է, ուզում եմ ասել այդ նամակը, որի տակ իբր ստորագրել են 13 հոգանոց ցուցակից 9 անց, որովից է մեկը տեսել է, այդ թու նաև լրատվամիջոցները, որ այդ ստորագրությունները ուղղակիորեն վերաբերվում են
Այդ իրանց գրած։ Ոչ, մի հատ ինչ-որ հրապարակում է։ Եվ մի հատ ինչ-որ Եվ տակ ստորագրությունների ինչ-որ ստորագրությունների ցուցակ։ Վերջ։ Այսինքն այդ դեր հարցը է ստորագրությունների ցուցակը սրան առողջություն թե չէ։ Բայց այդ գրության մեջ այդ 13 սրբազանները, որից ինը իբր ստորագրություն են դրել։ Ինչ է ասում, իրենք ինչ են ասում։ Քիչ առաջ էլ այս հարցազրույցը տվե, ասելա մենք պահանջեցինք, կաթողիկոսը դա չարեց, քիչ առաջ տվե հարցազրույց։ Մենք հիմա կասենք։ Ուրեմն ըստ այդ գրության ասում է այսու դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, այս ինը ստորագրությամբ անձինք իբր ուշադրություն դարձրեք, եպիսկոպոս մեր եղբայրներին հայկական ժամանակ ասում է դիմում են մնացյալ եպիսկոպոսներին շարունակությունը եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին հստակ է չէ ասում ինչ ասում հայկական ժամանակը իբր այս 9 հոգին դիմում են մնացյալ եպիսկոպոսներին եւ հանրությանը ուշադրություն դարձրեք ինչ ասել է հանրություն դա ժողովուրդն է քաղաքացիներն են այսինքն անգամ կեղծիքը այն մակարդակի է որ ինչա գրում հանրություն որ վաղ եթե կարողանան մի 10000 մարդ հավաքել ասել էս էլ այն հանրությունն է Փաշինյանի դեպ երեկեր թեսոր ասեց հա ասեց որ հետևորդները լինեն հետևորդները այդ հետևորդները կանեն ովքեր են այդ հետևորդները ըստ հայկական ժամանակի եւ Փաշինյանի դի հանրությունն է այդպիսի բան չկա հանրությունը եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակ չի սա առաջին Փաշինյանը երեք Փաստորեն այս հայտարարությունից հետո եպիսկոպոսների ընդունենք որ իրենք են տեսականորեն խոսք ասեց լրագրողները հարց էին տալիս իր կառավարության հա շենքում բրիֆինգի ժամանակ հարց էին տալիս մի լրագրող հարց տվեց ինք իրեն կարգավիճակը եկեղեցու հետ կապված իջացրեց եթե հիշում եք բոլոր Facebook-յան իր գրառումներում եւ բանավոր խոսքում մինչեւ 3 Փաշինյան իրեն անձամբ ինքը իրեն գնահատում էր եկեղեցու հավատավոր զավակ ուշադրություն դարձրեք հավատավոր զավակը ոչ միայն տիրոջ խոսքի մեջ է պատվիրանները կատարում է այլև եկեղեցու ընդունված կարգն է ընդունում օրինակ մեր եկեղեցին ունի 7 խորհուրդ ասենք այսպես հա այդ 7-ից 5-ը վերաբերվում է աշխարհականներին մկրտություն դրոշ ապաշխարություն հաղորդություն պսակ բազմիցս ասել ենք որ Փաշինյանը այդ 5-ի մեջ չկա այսինքն չի կարող մարդը լինել եկեղեցու հավատավոր զավակ եւ այդ 5 խորհուրդները մեր եկեղեցու պատվիրանները չկատարի հիմա Փաշինյան գիտի որ չի կատարում չէ մենք դրա մասին բարձրաձայնել ենք եւ ասել ենք հիմնավորիր ահա եկեղեցու հավատավոր զավակ Փաշինյանը մեկ էլ դարձավ եկեղեցու հետևորդ իր կարգավիճակը իջացեց հետևորդը ցանկացած կլինի իսկ երեք ասում է ով է եկեղեցու հետևորդը ասում է ով եկեղեցուն կնքվել է ու պրծ այսի եկեղեցու հետևորդ հենց կնքվել ես դու եկեղեցու հետևորդ ես այսինքն սա ինչի համար եմ ասում այս բոլոր խոսակցությունները բերում է երեք հայկական ժամանակի գրած այս կեղծիքին որտեղ իբր եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին սա ճիշտ է եւ հանրությանը սա ժողովրդի գեներացիայի առաջին հայտարարությունն է որ վաղը չեմիսորը այս եպիսկոպոսները եւ հանրությունը գնում են մայրաթուր տեսականորեն իրանք այդ հողն են նախապատրաստում չի անցնելու չկա այդպիսի բան հաջորդը Հացած մասին խոսեք էլի ովքեր են այս սրբազանները շտապում եք Չէ, չենք շտապում։ Ասում ենք, չէ, էսի կարևոր է։ Պարզ լինի, սրանք ովքեր են, ինքը ուղղակի Նիկոլը փորձեց հերվից բան պայթեցնել, մեծ փրթեց, գնում եմ հայ առաքելական եկեղեցու վրա, գնում եմ, այսինքն մեծ փրթեց, որ նա Փաշազադեն ասում էր, այն հայտարարությունից հետո որ վեհապարը ասում է, որ մենք չենք կարող ո՞նց կարող է հրաժարվել հայ առաքելական եկեղեցին, սրբադասել է ցեղասպանության նահատակներին, ճիշտ է զոհերին։ Ոնց կարող է հայ առաքելական եկեղեցին հրաժարվել։ Երբ որ ասես չեմ հրաժարվում, Նիկոլին հակառակ ասեց մենք չենք կարող հրաժարվել մեր հայրենիքից, Արցախից։ Երբ որ չհրաժարվեց գերիների թեման, այս մարդիկ գերիների թեման թաղում են, դրանից հետո եղել է հարցը հայտարարությունը, այս հարցակումը եղել է դրանից հետո, երբ որ Փաշազադեն ընդ որում
Այնքան լկտիացել են, պարոն Նահապետյան, ոչ թե դա անում են քողարկված, ասեն կարող են, չէ՞ իրանից պահանջեն, ասեն շուտ արա գնա հարցակվի։ Մի հատ ինքը հրապարակային Փաշազադեն խոսում է եւ երկրորդ անգամ, երրորդ անգամ հրապարակային խոսում է, որ այսօր բանը վտանգ է սպառնալիք այդ հարցերը պիտի լուծենք հայ առաքելական եկեղեցու եւ վեհափառի, այսինքն ակնհայտ ի՞նչ է կատարում այս մարդը։ Հիմա այդ մարդկանց մասին ասեմ։ Ուրեմն այս գրության մեջ, այս 9 ստորագրությամբ ասվում է. հաշվի առնելով այն իրողությունը, որ Գարեգին կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ Սրբազանի սրբափիղծ արարքը, արդեն իրենք որակում են տալիս։ Նախ հետո իրավունքով է իրենց տվել։ Ահա։ Էդ էլ է, հիմա հաջորդը։ Դրանով իսկ ուշադրություն դարձեք, դառնալով սրբափղծության հովանա, որը նայեք ինչ գնահատական են տալիս։ Եվ ովքեր են ասում։ Կճոյան դու ես ասում, հա, Կճոյան։ Մենք մեզ ուշադրություն մի վարքյան։ Մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ եւ իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին Բ անհավատարիմ է գտնվել, այդ Գարեգին Բ-ն իրանց ընկերն է։ Ուրեմն ես քեզ ասեմ, այս տեքստը որևիցե հոգեվորական չի գրել։ Մի չմո աշխարհական, ես չեմ բացառում, որ նույնիսկ Նիկոլն է գրել։ Որևիցե հոգեվորական, ինչքան էլ ձեր գնահատականների մեջ լինի, նման անգլագետ ձևով Գարեգին Բ չի գրի։ Բոլոր տեղերում գրվում է ամենայն հայոց կաթողիկոս կամ նորին սուրբ օծություն Տեր Գարեգին Բ, այսինքն բոլոր հոգեվորականները այդպես են։ Այս ով որ գրել է այս տեքստը, որից է ձևով այս 9 հոգեվորականների հետ կապ չունի։ Այնպես ինչպես այդ ստորագրությունները առանցին մի հատ թղթի կտորի վրա։ Ես այստեղից պարզ հետևության եմ հիմա գալիս եւ ավարտեմ այս միտքը հետևությունը կասեմ։ Գարեգին Բ անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին, բութ, ուղիղ վարդապետությամբ հայ եկեղեցին առաջնորդելու։ Նրա վարքագիծը անհամատեղելի է հայ եկեղեցու կանոնական իրավունքին եւ վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով։ Ուրեմն հիմա սրանք, որ իբր ես վստահաբար եմ ասում, այս տեքստը որից է հոգեվորական չի գրել, որտեղ համատարած անգլագիտություն է։ Գրել են իրենք, ինչ որ մեկը ասենք մեկին տվել են, ասել են մի երկու բան գիտես, աստվածաբանական, չգիտեմ, ֆակուլտետում դասախոսական եւ այլն կամ Նիկոլն է գրել։ Ուրեմն սա ինչու մաստ է խոսում։ Պարզում է, որ արդեն այս գրածով դատավճիռ է կայացում։ Գարեգին վեհապարին։ Այսինքն մի ամիս իբր այդ տեսանյութը կա, իրանց բողոքը որն է, ասում է մի ամիս կա։ Հա։ Բայց բերել են ամսի 25-ին, քո տղեն 1000 թվից կա, 40 տարեկան է քո տղեն, ինչ անեն։ Ո Բերլին էլ եսին որ թվից կա, հա։ Կորցված Արցախն էլ, այ չգիտեմ ինչի ծնունդներ։ Արդեն 5 տարի կորցրած Արցախը կա։ Բայց այս բրուտոսը, այն մյուս անբարոյականը նստած այնտեղ։ Ուրեմն Չես կարող են իրավունք վերել, իրանք իրավունք են վերապահել, դատական վճիռ չկա, որոշում չկա, ապօրինի սա տարածվում է, իրենք լինելով պիղծ, իրենց կյանքով, ես այս մամուլի բաների հրապարակումների եմ ասում, լինելով պիղծ իրանց անցած ճանապարհով, իրենք արդեն հրճակում են հանցագործ եւ պիղծ, չգիտեմ ինչ, Արշակ Սրբազանին ու դրա մի հատ էլ պահանջում է, որ կաթողիկոսը բան պիտի անել, պիտի հրաժարվի։ Հաջորդ տեղեկատվությունը ոչ այդ քննչական կոմիտեի թուղթը կա, որից է ձևով հրապարակված, որի իրավունքը չունեն ով է տվել իրենց, այս հոպարն է տվել իրենց, հոպարի տղեն է իրենց։ Ես ասեմ ձեզ, ուրեմն այս մարդկանց, որ իբր իրենց թուղթ են տվել, ոչ շվանել չեն տվել եւ ասեմ ոնց է եղել։ Կոմպրոմատի թղթեր են դրել իրանց առջև։ Ասել են, ուրեմն Ղազագիրը ստորագրել եք, որ ժամին ասում եք գնում եք Նիկոլի մոտ։ Այդքան բան։ Պարոն Նահապետյան, ինչ կա էլ, ես քիչ առաջ դրա մասին խոսեցի, ասենք ես չգիտեմ, պատվից, արժանապատվությունից, հայրենիքից բարձր, ինչ ունեք դուք կորցնելու, որ ընկել եք երգիր հանձնողի ոտքերը, լավ, այդ ինչ պիտի լինի, այդ ինչ կոմպրոմատ պիտի լինի, որ դուք այդպես թքեք ու պղծեք Արցախահայությանը, հայ ժողովրդի սես նվաստացնեք, լավ, ինչ կարող է լինել, պարոն Հապետյան։ Ես հոգեվորականի համար եւ քրիստոնյայի համար ասել եմ մի անգամ եւս կրկնում։ Դե ուրեմն հավատացյալ չեն այս մարդիկ։ Մի վարքյան։ Այս մարդիկ իրենց երկնային արքայության բանալները փոխարինել են թանգանոց բնակարանի, ամառանոցի եւ մեքենայի բանալիներով։ Երկնային արքայության բանալները, երբ որ իրենց ամբողջ ծառայության իմաստը երկնային արքայությունն է, այդ բանալները իրենք փոխարինել են երկրի վրա մի հատ թանկարժեք տուն, թանկարժեք ավտոմեքենա
թանկարժեք Վախենում եք կորցրել, հա? Վախենում եք կորցրել։ Դուք չգիտեք ռումբա դնում եկեղեցու տակ, դուք չեք հասկանում։ Հիմա ես Շատ լավ եք հասկանում։ Ասեմ ձեզ, ուրեմն այս անձինք, այս 8-ը, որ նստած են մատաղացու են, այն հրավիրյալ մարդու բոլորին մատաղանելու։ Լսեք, մի հատ գնա տղայիցդ հարցրու, քեզ ինչ արեց։ Ինչ արեց տղայիցդ։ Գնա հարցրու։ Գնացեք հարցրեք հայ հեղափոխական դաշնակցությանը, որ իրանց հետ ճանապարհ էր անցնում, ինչ արեց։ Հիշում եք, այս փողոցում պատրեց, չէ՞։ Ասես դե դավայ գնացեք։ Ինչ արեց Գագիկ Ծառուկյանի հետ։ Ինչ արեց ԲՀԿ-ի հետ, ուր ուղարկեց։ Բոլորեն պաշտոնյա դատախազներ, նվիրյալներ, դահոճի դատախազը կյանքներ նվիրաբերել։ Նա այդ քնիչները, քնչականի պետը, ՀԿՑ-ի պետը ինչ արեց։ ԱԱԾ պետերին ինչ արեց։ Այսենց արեց Վանեցյանախառը։ Սենց արեց ու շպրտեց։ Ինչ արեց։ Դու ձեզ ա խնայելու։ Այդքան այտենց ինքնազոհության աշճան նվիրաբերվի աշխատում, չէ՞։ Հա, այս 8 զոհասեղանին, ես ասեմ, 8 զոհասեղանին դրված են։ Այս մարդիկ չհասկացան մի տարս, պարս ճշմարտություն, որ նախ իրենք ցույց տվեցին, սա մի կողմից էլ ասում է չկա չարիք, ժողովուրդ ասում է առանց բարիքի։ Ուրեմն նախ ցույց տրվեց իրականում այն ականները, որը մեր եկեղեցու ներսում կա։ Եվ Վեապար Հայրապետի, սա դրական, այսինքն բավական դրական բաներ կա։ Երկրորդ, ցույց տրվեց, որ այս մարդիկ քրիստոնեության եւ հավատքի հետ որևիցե աղերս չունեն։ Ինչու՞։ Գրված է հավատը առանց գործերի մեռած է։ Հիմա իրանց դատում եմ ես իրանց գործերով, իրանց գործերը իրանց հավատքի մասին չեն խոսում։ Մեռած հավատք ունեն, այսինքն տեքստ են կարդացել, անգիր են արել, ծիսական կարգը գիտեն, բայց ներսը սիրտը եւ իրանց գործերը ոչ Աստծո հետ են խոսում, ոչ Հիսուսի գործերի հետ են խոսում, ոչ էլ մեր եկեղեցու որպես զավակ հոգևորական են խոսում։ Մեռած հավատով մարդիկ։ Մի հոգի նստած է դիմացը կենտրոնում, անհավատ, նրա հավատը մեռած չեն, անհավատ է։ Եվ 8 հոգու նստածել է իր կողքը ու դիմացը, մեռած հավատով։ Սա մյուս կողմից վստահաբար եմ ասում, սա լավ էր, որ այսպես եղավ։ Մեր մոտ կա ներքին բարկություն, զայրույթ, անհանդուրժականություն, բայց եթե մի փոքր ավելի սթափ փորձենք ամեն ինչ նայել, այս 8 ական են եւ դեռ մենք չգիտենք այդ 8 ականը որտեղ ու ոնց կարող է պայթել։ Օրինակ, ասենք ես չեմ բացառում, որ եթե կոմպրոմատը այնքան մեծ լիներ, որ ասեին օրինակ ոչ Հայաստանի, ասենք Հայաստանի չի, այլ երկրի, որը մեր երկրի նկատմամբ ոչ բարի դրացական հարաբերությունների մեջ է։ Հատուկ ծառայություններ, աշխատակիցներ այդ կոմպրոմատով այս 8-ից մեկին կանչեին, ասեին ուրեմն այ այս կոմպրոմատն է, այս քո հարստությունն է դրսում կուտակած, այս էլ քո ընտանիքի անդամներն են, որ իրավունքը չունեիր։ Կամ կորցնում ես ամեն ինչ եւ վերջում է քեզ խփելու են։ Կամ Վեապարի հետ հանդիպման ժամանակ այդ մի բաժակ ջրի մեջ կսովորացնենք ոնց անես։ Մի կաթիլ ինչ լցնես։ Օրինակ, ես չեմ բացառում։ Այսինքն, որ սրանք սենց են բացահայտվել, էսի խիստ դրական է։ Եվ ամենակարևորը, երբ մենք փորձում ենք այս մարդկանց գնահատել, այս մարդիկ ունեին այլ տարբերակներ։ Մի տարբերակ են ինչ որ իրենք ընտրեցին եւ այսօր նստած են, երեք նստած են Փաշինյանի հետ։ Երկրորդ տարբերակը կարող են հրաժարվել, եթե ինչ որ սխալ էին արել ժամանակին, այդ սխալի հետևանքը իրենք հասկանային, եթե իրավական հետևանք ուներ, մարդը հրաժարական էր տալիս որպես հոգևորական, գնում էր իր խաչը կրում էր այդ սխալի որպես իրավական առումով, այո։ Եվ հետո այդ խաչը կրելուց հետո գնում էր հանգիստ ծառայելու որպես արդեն քաղաքացի, հաստատ իմանալով, որ իր անձը չօգտագործեց, որ ոչ մեր եկեղեցու հաստատան, ոչ էլ Վեապար Հայրապետի դեմ։ Եվ կար երրորդ տարբերակ։ Իմանալով դա, որ այտենց բան կա ձեր մոտ, գնում եք Վեապար Հայրապետին ասում եք. «Տեր, մենք ես ժամանակին այլ եմ սխալ, այդ սխալի կապաշխարեմ, տեսագրությունը, ձայնագրությունը ինձ ցույց են տվել, ինձ առաջարկել են ձեր դեմ գործել։ Ես չեմ գործելու, որոշումը ձերն է։ Եթե կարգալուց եք անում, հեռացնում եք, հեռացեք, եթե ոչ, ես կանգնած եմ ձեր կողքին, եկեղեցու կողքին»։ Այս 8-ը այդ հնարավորությունն է։ Ես չեմ բացառում, որ համապատասխան կառույցները միայն այս 8-ի հետ են աշխատել։ Ավելի շուտ ես հակված եմ, որ երևի չեմ բացառում, որ աշխատել են, բայց այդ բոլորից այս 8-ն են առանձնացել։ Չէ, կարող է հիմա վաղը 10-ն լինի, բայց դա ոչինչ չի նշանակում։ 10-ը չի լինի։ Մենք ունենք
մաքրամաքուր հոգևոր սրբազաններ, որ այսօր կալանավորված են, փաստ է։ Որ չեն գնացել, որ ինչ կոմպրոմատներ եղավ, ինչ ճնշումներ եղավ, կալանավորումներ, ինչ եղավ, մարդիկ ճիշտ եւ իմիջիալոց 3 էլ ասել են, որ մենք շարունակում ենք մնալ վեհապարի կողքը, մենք շարունակում ենք մնալ հայ առաքելական եկեղեցու կողքը, երեք ասել են։ Այդ վիճակում անգամ ասել են, կա այդպիսի։ Հիմա տեսեք, նաեւ արձագանքներ կա, շատ լայն տարածում է ստանում Կոտայքի թեմի առաջնորդի հետ հայտարարությունը, որ մենք առաջարկել էինք վեհապարը կարգալույս չարեց, հետո ուստի եթե դուք եւ մի կարծեք, այո, որ իրավունքի դեպ որից է մեկը չունի, ինչ ուլտիմատում։ Դուք ով եք որ նման պահանջ տնեք։ Դե նման իրավասություն ունեք։ Հոգևոր խորհուրդ գոյություն ունի։ Իհարկե, հիմա գերագույն հոգևոր խորհրդի նիստը, այս բային նիստը։ Կորոշեն թե ինչ են ան, միջև է տեսեք, հետաքրքիր դիտարկում է։ Ուստի եթե դուք իրոք հետաքրքրված եք եկեղեցու մաքրությամբ եւ արդարության հաստատմամբ, ապա ոչ թե պետք է շտապեիք տեսաձայնագրությունները հայտնվելուն պես պահանջել Աշակ Սրբազանին արժանացնել պատժի, զեղչեիք վեհապարի անունը սուրբ պատարակների ժամանակ եւ առանց վեհապարի համաձայնեցնելու գնայիք Նիկոլի հետ հանդիպել, այլ պահանջեիք վեհապարի միջազգային չեզոք փորձակնություն անցկացնել եւ ողջամիտ ժամկետներում 5-6 ամսում համապարփակ հետաքրքրություն իրականացնել այդ միջադեպի եւ տեսաձայնագրության հետ կապված ինքներդ էլ մասնակցեիք եւ հետեւական լինեիք այդ հարցում, սակայն դուք դրա փոխարեն նախընտրեցիք հապշտապ առանց բավարար ապացույցների եկեղեցու դեմ ուղղված արշավի պայմաններում առաջացած հերյուրանքների հիման վրա դատել ձեր սրբազան եղբորը ում հետ հաց է կիսել եւ փորձելով պայքարել ենթադրյալ մեղքի դեմ ինքներդ սկսեցիք մեղքեր գործել։ Հուսով եմ այս բաց հարցերը կհասնեն ձեզ, նեղ բազմաթիվ հարցեր եղել եւ դուք խորհեք եւ վերանայեք ձեր հետագա պլանավորված քայլերը, Նիկոլը չի այն մարդը, ով պետք է ձեզ կանչի եւ բարոյական խրատներ տա գնալով իր մոտ եւ ձեր պահվածքով դուք հարվածում եք առաջին հերթին ձեր իսկ հեղինակարության ապաշխարություն, խոնարհություն եւ հավատարմություն։ Ահա սա է փրկության ուղին։ Հետևորդներից մեկը Տիգրան Կատանջյանը։ Ճիշտ է գրել։ Հիմա ինձ հետաքրքիր է, որ գալիս են այս անձի հետ եկեղեցու բարենորոգման, բարքերը, վատ բարքերը դուրս դնելու, չգիտեմ ինչի մասին խոսում են։ Օրինակ Փաշտյանն հարցել են, հարգելիս, դու եկեղեցու հետևորդ ես, մի ժամանակ էլ եկեղեցու հավատացյալ զավակ էիր ասում։ Այդ մեր եկեղեցու 7 խորհուրդներից 5-ը սրբազնագույն 5 գործ արել ես, դու պսակվել ես։ Չես պսակվել, մի հատ պսակվի գանք քո պսակին մենք ներկալնենք, որ տեսնենք, որ դու իսկապես եկեղեցու պատիրաններ կատարում ես։ Այս խումբը ԿՊԱ-ական առավոտ գիշեր, ինչ պղծություն, ինչ հայանքներ են տարածվում, ինչ մեղադրանքներ հայ առաքելական եկեղեցու, հայ հոգևորականների հասցեին, այս մի շաբաթա տեսնեք, այս ինչ պաշտպանություն են անում, այս սրբազանների, ժամանակին այդ հոգևորականների մի մասի հանդեպ բերաններ ախոր սակած վիրավորում էին։ Այսօր մի վահան, մի պաշտպանիչ, մի բանը, այսպես կենասներ։ Ես նորից եմ կրկնում, այս հաղորդումը ամենայն հավանականությամբ նստած սրբազաններից, եթե չլսել եք, պատմեն, ձեզ վստահաբար եմ ասում, շատ կարճ ժամանակ հետո շատ Նիկոլը ձեզ զոհաբերելու է, ուրիշի ձեռքով։ Այն կոմպրոմատները, որ ունի, որի տակ դուք վախեցաք եւ հայտնվեցիք ստեղ, բաց է թողելու ինքը Նիկոլը։ Հետո այսպես ասենք ժողովուրդը կամ հարությունը, ինչպես հայկական ժամանակ նշում, հարությունը ձեզ հոշոտի, օրինակ։ Իրանք տեղը չեն բերում, ում հետ գործ ունեն։ Գիտեք ինչ, ասենք ոնց որ Չարի գործիք Նիկոլը այսօր հոգևորականին տարել է բարության, բարոյականության, չգիտեմ ինչի մասն է խոսում։ Արդեն 52 պայմանագրային զինծառայողի պայթելականի վրա ծառայական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում եւ ծառայական պարտականություններ չկատարել են ստացել վնասվածքներ, հավելեմ նաեւ, որ քանի այս մարդ իշխանությանը վթարների թիվը Հայաստանում աստղաբաշխական թվերի է, վթարների ժամանակ մահերը վիրավորները։ Չկա այդպես բան Հայաստանի վերջին 30 տարվա ընթացքում այդքան վթար, այդքան զոհ, այդքան կորուստ։ Երևանի երկինքը պատված է ինչով։ Երեք չարաշնորհ Ավինյանն է լսում։ Չգիտեմ ինչ որ քամիներ այս կողմից են փչում, ցունամիներ այն կողմից են փչում, ինչ որ հիմնավորումներ է տալիս։ Երևանի դպրոցներում համատարած համաճարակ է այս վիրուսի համատարած
պատասխանատու նախարարություն կա, այդ նախարարություն, երկու նախարարություն, առողջապահության եւ կրթության գիտության։ Ասում եմ, ես ինքս մեջից գիտեմ, կոնկրետ մի դպրոց, որտեղ իմ թորներն են սովորում։ Ահա որ վիճակ կա։ Հիվանդանոցները մտեք այդ երեխաների քանակը, ինչքան երեխեք են։ Շատ լավ, շեղվենք, սրանք ինչի համար եմ ասում։ Մենք հիմա մի իրականության մեջ ենք, որտեղ այս մարդու հետ աշխատանքային հարաբերություններ ստեղծել նշանակում է ցախողել, տանուլ տալ, պարտվել, ցանկացած բան։ Եվ այս 8 հոգևորականը, քանի դեռ ընդ որում իրենց այս նամակը գիտեք երբ ծնվեց, Անժելա, երբ եպիսկոպոսած ժողովը որոշում կայացրեց, որ վեհապար հայրապետի հետ կապված պատարակների ժամանակ երբ իր անունը չի տրվել, զեղ չեն անում։ Մարդկանց իրենք ով որ պատասխանատու են, իրենք զգաստանան, զգոնանան եւ կեցված դրսևեն հակառակ դեպքում քաղաքապետական տուժիկ ենթարկվեն։ Այդ դրանից հետո ծնվեց էս։ Այսինքն ուղղակիորեն առնվազն երկու հոգևորական Նիկոլը կազմակերպված այդ ամեն ինչը անում է։ Առնվազն երկու հոգևորական այդ գործի մեջ էին այստեղ։ Պարոն Աբեջան, ինքը տեսավ, չէ՞ որ շատ կուռ ամուր կառույց է։ Ինքը այդ իր մեծ խոսում էր, մենք պետք է գնանք եկեղեցու վրա, բան չի չգնաց։ Տեսավ, որ ինքը չի կարողանում, չէ՞, ինքը դրա համար որոշեց, որ պետք է ներսից գտնել են սրբապիղծ ուդաների։ Այո, հա, բայց դուք չգիտեք, որ այդ բոլորին օգտագործելով քիչ առաջ ասեցի, ում ինչ անում եւ հանուն շփոթում է եւ ինչի մեջ է գցում։ Եվ հիմա ես կուզենայի, պարոն Ահապետյան, որ այնպես չի, որ միայնակ է վեհապար հայրը։ Տեսեք ինչ աջակցություն ունի։ Որևէ մեկը բարոյական եւ կանոնական իրավունք չունի հեռացնել վեհապար հայրապետին։ Եթե որևէ մեկը հոգեխանգարմունք ունի եւ կարող է նման հարցեր բարձրացնել, ես ասելիք չունեմ։ Հայր ասողիկն է ասել։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանն է, որի հայրենիքը Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Տեսնես ինչի դիմաց է վաճառել հոգին։ Ամոթ, ուղակի ամոթ, մեր գործընկեր Կորյուն Սիմոնյանն է գրել։ Լուսանկարում պատկերված Արցախի թեմի առաջնորդ Մարիամ։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանեսն է, սա քիչ ուրեմն հանդիպել է Նիկոլի հետ, այո, Նիկոլը, ով հանձնեց իր հարազատ Արցախը Ադրբեջանին եւ այն ճանաչեց Ադրբեջանի մաս, այն Նիկոլի, ում ատելությունը Գարեգին վեհապարի բեի նկատմամբ մեծացավ Արցախի թեմի չցրելու, այո, որ ինքը չցրեց, շարունակեց պահել Արցախի թեմը, այն պահպանելու եւ Արցախի հարցը տարբեր հարթակներում բարձրացնելու պատճառով, ասեցի սրբագրեք, չէ՞ Մարիամ, այն Նիկոլի, ում պատճառով Արցախի հազարավոր եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր պղծել եւ պղծում են, այն Նիկոլի, ում բացահայտ կատարում է Փաշիզադեի ուրեմն հրահանգը եւ այլն, սա մեր գործընկեր Գագիկ Խանբալյանի գրառումն է։ Առանց հայրապետի օրհնության իշխանությունների հետ հանդիպումը եկեղեցականները ենթակա են բարձրագույն հոգևոր իշխանության ամենախիստ վճռի։ Հայրասուղիկը ակնարկում է, որ դավաճանները կարգալույց են արվելու, այո, միակ լուծումը դա է լինելու։ Որից հետո իմիջիալոց դուք էլ եք տարածել եւ դուք էլ եք միացել, պարոն Ահապետյան։ Մի բան է տարածվում սոցցանցերում, հատկապես մեծ արձագանք գտավ, երբ որ այն հայտնվեց նաև ձեր էջում։ Համացանցում լայն տարածում էր ստացել այն հայտարարությունը, որով քրիստոնյաները կաթողիկոսին խնդրում են կարգալույծ անել դավաճան սրբազաններին։ Ես ինքս էլ եմ միացել, դուք էլ եք միացել, պարոն Ահապետյան։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդս խնդրում եմ ամենայն հայոց կաթողիկոսին, Գարեգին II-ին եւ Մայրաթորի Սուրբ Էջմիածնին կարգալույծ անել հետեւյալ եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին՝ Նավասարդ arczepiskopos Կճոյանին, Աբրահամ arczepiskopos Մկրչյանին, Գևորգ եպիսկոպոս Սարյանին, Վազգեն arczepiskopos Միզախանյանին, Վրթանես arczepiskopos Աբրահամյանին, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին, Արաքել arczepiskopos Քարամյանին, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանին հիմք ընդունելով վերջիներիս կողմից գործած ուրացման, հայրենադավության եւ պառակման մեղքերին մասնավորապես առաջին կետ փորձելով եկեղեցու ներքին կյանքին եւ գործերին խառնել երրորդ կազմակերպությունների ներառյալ ՀՀ կառավարության ՀՀ քննչական կոմիտեին։ Ճիշտ է թե ճիշտ չի։ Այսինքն սա մեծ բան կառույցում այլ կառույցի բերել եւ մտցնել դրա մեջ, որի իրավասությունը չկա, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը սեփական նախաձեռնությամբ ի հայտ եկած կեղծ օրակարգը սպասարկելու եւ իրենց համար ցանկացած արդյունքներին հասնելու համար։ Երկրորդ, սեփական օրակարգը սպասարկելու համար խեղաթյուրել եպիսկոպոսած ժողովի որոշումների բովանդակությունը եւ դեմ գնալ ժողովի արդյունքներին։ Երրորդ, դեմ գնալ ազգային եկեղեցական ժողովի որոշմանը համարձակվելով իրենց փոքրիկ խմբի, այո, իրականում փոքրիկ խմբի ցանկությունը
խոսքը այն ժողովի բանն է, բոլորի նկարը դրեք։ Ըստ որի ամենայն հայոց կաթողիկոսն է Գարեգին 3-րդը։ Խախտել 4-րդ կետ, խախտել ՀՀ օրենքները ակնհայտորեն համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի հետ եւ տեղեկություններ ստանալով վերջիներից առանց այդ իրավունքը ունենալու։ Պարզ է, չէ՞ որ համագործակցել են, պարոն Հապետյան։ Ով է իրենց փոխանցել։ Ուրեմն դուք համագործակցում եք այս մարմինների հետ։ Ընդ որում հայ առաքելական եկեղեցին ինքնուրույն կայացած բան մարմին է շահարկել քննչական կոմիտեից ստացած տեղեկությունները, մանիպուլյացիաները եւ խեղելու հանրային կարծիքը վեհապար հայրապետի եւ արշակ arczepiskopos Խաչատրյանի վերաբերյալ այդպիսով փորձ անելով վարկաբերկել վերջիներից բարի համբավը եւ հավատավոր ժողովրդին հրամցնել սեփական օրակարգը եւ այսպես մի քանի կետեր սա կարող եք տարբեր էջերում երեք շատ ակտիվ կերպով սա սոցցանցերում տարածվում էր մի շարք ուրեմն հոգեվորականներ են միացել, սա խոսում է այն մասին, որ իշխանությունը նրանց համար կոմպրոմատներ են գտնում կամ ահաբեկում են ինչ որ միջոցներով շանտաժի են ենթարկում։ Այսպիսի խոսքեր էր ասել քահանաներից մեկը, հետո օրինակ քաղաքական ուժերը սկսեցին արձագանքել, սա էլ է կարծում եմ ուշագրավ։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ձեռք սեղմելը եւ հատկապես խոնարհվելը խորցավ ու զայրույթ է առաջացնում։ Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձին նման հարգանքի կամ պատվի արժանացնելը իմ եւ վստահ եմ հազարավոր արցախցիների համար ոչ միայն անընդունելի է, այլև ուղղակի ստորացուցիչ։ Արցախցի փաստաբան Ռոման Երիցյան։ Ես նաև Սերոբ Քահանա Ազարյանի արձագանքը, եթե նույնիսկ միայն վերջին հայ հոգևորական աշխարհում պիտի մերժեր հանդիպել Գերագույն դավաճանի հետ, արյունոտ ձեռք սեղմել, նույն սենյակում լինել, սա եւ էլի բաներ է ասել Տեր Տիրանը էլի նմանատիպ բաներ է ասել եւ նաեւ որպես հավատավոր հայորդի, որպես հայոց եկեղեցու խոնարհ եւ նախանձախնդիր սպասավոր, որպես միաբան եւ պաշտոնյա մայրաթոր Սուրբ Էջմիածուն անհուն եւ արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ Նենգադավ սրբազան հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչվում է աստիճանը անվայել եւ կանոնազանց ընթացքով էլի բաներ է ասել Ասողիկ Աբեղա Կարապետյանը միաբան մայրաթոր Սուրբ Էջմիածնից եւ այսպես անverջ այսպիսի հայտարարություններ կան քահանաները միջև վերջ հավատարիմ են վեհապարին որպես սա ասել է Տեր Զահրեը էլի իր խոսքը ուղղելով մայրաթորից Տեր Պողոս Վարդապետ Վարդանյանը իր զայրույթն է արտահայտել եւ հավատարմությունը վեհապար հոր նկատմամբ իր զայրույթն է արտահայտել Արաքելիոն Սուրբ եկեղեցուն միացնյան մայրաթորին եւ ամենայն հայոց հայրապետին Գարեգին եւ այլն, այսպես Տեր Նարեկ Քահանա Սարգսյանը սա անverջ կարող եմ ընթերցել եւ ներկայացնել Տեր Հակոբոսը շատ խստագույն խոսքեր է ղել Սրբազանին եւ իր հավատարմությունը հայտնել վեհապար հորը ու սա շարունակվում է հիմա էլ ժողովը եւ ինչն է կարեւոր Տեր Փարեհն է իր խոսքը հնչեցնել Մանու Քահանան է իր խոսքը հնչեցնել Տեր Սարգիսն է իր խոսքը բոլորը որ հավատարիմ են մնալու եւ ես կուզենայի որ անպայման հիմա նաեւ ցուցադրենք թե ինչ է ասել Միքայել Սրբազանը տարիներ առաջ կարծում եմ սա եւս շատ կարեւոր է Իսկ անբարոյականություն է մտածել հաջորդ կաթողիկոսի մասին այն ժամանակ, երբ որ աթոռը թափուր չէ։ Խնդրեմ, պարոն Այսինքն վեհապար հայրապետը ծմահ է, հրաժարական հասկացություն գոյություն չունի, չկա այդպիսի բան, Աստծո օծյալ է, Աստծո որոշում կա, 1/3 հոգևորականների, 2/3 աշխարհականների ներկայացուցիչների ընտրությամբ է կատարվել եւ կապ չունի ով ինչ ցանկություն ունի այս 8 սրբազանները որտեղ հրավիրված են եւ անուղակի ենթատեքստով հասկացում էր որ իրենք վեհապար հայրապետի հրաժարականը պոտենցիալ պահանջող սրբազաններ են կարծում եմ խիստ բառ ասեմ որտեղ շատ բան է մեջս կուտակված ավել բան չասեմ այդ բոլորը քաղաքական առումով երազախապություն են ապրելու բոլորը անխտիր Քիչ առաջ ինֆորմացիա եկա, որ
մայր տաճար են մտել ոստիկաններ, դիմակավորված անձինք, ես խնդրում եմ հետևեք ինչ որ նորություն կա թե ոչ, զուգահեռ նաև ընթանում է հոգևոր Գերագույն հոգևոր խորհրդի Գերագույն հոգևոր խորհրդի նիստն է, ժողովն է հիմա ընթանում եւ այնտեղ են ինչ զարգացումներ, ինչ եւ չգիտեմ գուցե կոչ պիտի հղել նաեւ քաղաքական ուժերին, եթե Նիկոլը իր քաղաքական կեղտոտ կոշիկներով մտնում է այն տիրույթ, որ բացարձակ իրենը չէ, իրեն իրավունք է վերապահում, խոսում է ինչ որ պիտի փոփոխություններ անի, ռեֆորմներ անի, ինքը իր բարքով, վարքով անցած ճանապարհով լինելով սահմանադրության պատասխանատու Արցախահայության ճակատագրով ինքը հրաժարվեց Արցախահայությունից, ասելով որ չի կարող պաշտպանել, ինքը գնաց եւ հանձնեց Արցախը, ասեց Արցախը Ադրբեջան է, հիմա հանձնված է 1040 կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածքներից, հիմա պատրաստվում է այդ միջանցքը տալ, որով նաեւ վտանգի տակ է մայտնվում ողջ Սյունիքը, Տիգրանաշենի հանձնման մասին է խոսքը եւ ինքը իրեն վերապահում է մտնել մի կառույց, որտեղ իրեն որևէ մեկը թույլ չի տվել եւ դա ուղղակի ապօրինություն է եւ կոչ, չգիտեմ, քաղաքական ուժեր, եթե ինքը իրեն այդպես իրավունք է վերապահել մտել, ինչու մնացած քաղաքական ուժերը ակտիվ չեն եւ հիմա ասեմ առաջարկ, հիմա ավելի ընդհանուր գծերով, հիմա կոնկրետ առավել գործնական։ Հայաստանի Հանրապետության հասարակական քաղաքական են կազմակերպությունները, այսինքն կուսակցությունները, որոնք ունեն քաշային կարգ, ներկայացվածություն ազգային ժողովում, իր զորակցություն վեհապար հայրապետի 1, մեր եկեղեցու միասնականության 2, իշխանությունների կողմից եկեղեցու եւ վեհապար հայրապետի եւ մյուս հոգեվորականների հանդեպ կատարվող ապօրինությունների համար իրենց զորակցությունը հայտնեն հանդիպելով վեհապար հոր հետ։ 3 նախագահները, քաղաքական բոլոր ուժերը, բոլոր ուժերը, ամեն մեկը յուրաքանչյուրը իր վարչությունն է, խորհուրդն է, խնդրեն հանդիպում վեհապար հայրապետի հետ, գնան իրենց զորակցությունը տեղում բարձրաձայնեն տեսախցիկի առաջ եւ տեղում գործնականում վեհապար հայրապետին։ Հայաստանի Հանրապետության 3 նախագահներ, որից մեկը ես կարծում եմ ճիշտ չի, որ վեհապար հայրապետը դիմի, ասի գիտեք, իմ զավակներ, մեր եկեղեցու հետևորդներ, վիճակը տեսնում եք, ինչ որ մի բան արեք, այդպես չի լինում։ Եկեղեցին մենք եկեղեցու անդամ ենք։ Եկեղեցին Հիսուսի մարմինն է։ Այսօր փորձում են իրանց կարճ խելքով այդ մարմինը վնասել։ Չի ստացվելու։ Հասարակական կառույցներ կան, որոնք բավականին ակտիվ են Հայաստանում գործունեությամբ։ Հավաքվեք մի շարք հասարակական կառույցներ, ղեկավարներով 5 հոգի, 10 հոգի, 20 հոգի, 30 հոգի պայմանավորվեք, գնացեք ձեր զորակցությունը հայտնեք վեհապար հայրապետին։ Հայաստանում բավականին արդեն կազմավորված փորձագիտական շրջանակներ կան, փորձագետներ, այդ թվում նաև մեկը ես։ Կազմակերպվենք, գնանք մեր զորակցությունը հայտնենք վեհապար հայրապետին։ Այո։ Հաջորդը, այսօր մեր երկրում օրենսդիր մարմինը ճիշտ է ամբողջովին կառավարելի է իշխանությունների կողմից, բայց կա երկու խմբակցություն, Հայաստան խմբակցություն եւ Պատիվ ունեմ։ Բոլոր պատգամավորները եւ Հայաստան խմբակցության եւ Պատիվ ունեմ գնան իրենց զորակցությունը հայտնեն վեհապար հայրապետին։ Սա մեսիջ է, կոնկրետ առարկա։ Բանտեղ մի հատ մեր ձևով է ստեղծվել Արթուր Վանեցյանն է, իրենք բոլորը թողը։ Բոլորը, չէ, իրենք գիտեք ինչ են ասում, հենց ասում ենք, ասում է դե վեհապար տերը պիտի ասի։ Ինչի Նիկոլը սպասեց, որ իր կեղտոտ քաղաքական կոշիկներով մտելապղծում է ու ասում է անելու եմ։ Սպասել է, որ ինչ որ մեկ իրեն հրավիրի։ Իրան չեն իրեն հանձնարարել են։ Հիմա այդպես չի։ Ամեն մեկը իր պարտքն է կատարում, եթե գտնում եք, որ ուզում եք եւ կարող եք զորակցել վեհապար հայրապետին, մեր հոգեվորականներին եւ եկեղեցու միասնականությանը, գնացեք եւ արեք։ Ես կոչ եմ անում բոլորին անխտիր հավաքվեք, կարող եք միասին մեծ խմբով գնալ, կարող եք այդ մեր ձևովը ձեր այդ փուչիկները, տիկնիկները պահեք, դրա ժամանակը չի։ Ձեր հորեղբայրը մեծ բարերարը նստած է, սրբազանները նստած են, վերջին սյունն է գնում սխոցելու, ձեր թիթեր բռնելը թողեք։ Եվ սա վերաբերվում է մնացած բոլորին, որ բանը իրանց անգործությունը ոչինչ չանելը փորձում են բարթել նրան, որ պետք է վեհապար տերը բանը հրավիրատոմս ուղարկի իրանց։ Նիկոլը չի սպասում, չէ՞, տենց բաների։ Սա առաջին եւ եւս մի կոչ եմ ուզում եղել ամուսնացած բոլոր քահանաներին, անկախ նրանց որ թեմից են։ Առաջին կեցվածքը իդեպ շատ հետաքրքիր է 4 քահանա
3-4 օր առաջ կեցվածքի առումով դեռևս այս սրբազանների քայլը չկար, արեցին Գևորգ Սրբազանի ղեկավարած թեմից, մասնակցության թեմից։ Ես հորդորում եմ ամուսնացած բոլոր քահանաները առաջին հերթին միանան իրենց եղբայրների այն հայտարարություններին, որոնք համացանցում սոցիալական ցանցերում կան։ Ի զորակցություն մեր եկեղեցու վեհապար հայրապետի, մեր բանտարկված հոգևորական յուրաքանչյուրը, այստեղ կոլեկտիվի խնդիր չի։ Եթե ես իմ նախորդ առաջարկի մեջ կոլեկտիվիզմը կար թիմը, այստեղ յուրաքանչյուր անկախ դրանից Վայոց ձորի թեմից էին, Մասացության թեմից էին, Կոտայքի թեմից են, որ թեմից են, բոլոր քահանաները միանան կամ ամեն մեկը իր խոսքը, եթե ինքը ցանկանում է անձնապես դնի տարածի։ Հայաստանում, ասեմ ձեզ, Փաշինյան Նիկոլը սկզբից փորձեց, այսպես ասենք, հուդաներ մանգալ եւ փնտրել ամուսնացած քահանաների մեջ ընդամենը մի քանի 100-ից գտավ 3 քահանա, եթե հիշում եք։ Հիմա ես ինչու եմ հորդորում, երբ Փաշինյանը տեսնի, որ Հայաստանում ամբողջ ընդդիմադիր դաշտը անկախ նրանից իրար հետ մրցակից են, իրար հետ լավ են, իրար հետ վատ են, եւ հոգեվորական եւ հոգեվորական եւ ամուսնացած քահանաները կեցված են դրսում, ձեզ վստահեցնում եմ, սա նաեւ կանխարգելի չկլինի։ Որոշ այն հոգևորականների, չեմ ուզում ասել ամուսնացալ թե ոչ, որոնք կարող է տեսականորեն ընկրկեն ինչ որ խոսքերից հետո։ Այսինքն հիմա կեցվածք դրսևորելու ժամանակն է։ Իդեպ տեսա, մենք դա Գևորգ Սրբազանի այդ փոխությունից հետո մենք տեսանք, թե քահանաները ինչպես արձագանքեցին։ Առաջին 4-ը արձագանքել է իր թեմի քահանաներին։ Տեսանք ինչպես արձագանքեցին։ Այսինքն ես հորդորում եմ։ Միանգամից արձագանքեցին, դատապարտեցին, մերժեցին եւ իրենց սերմ ու հավատարմությունը հայտնեցին հայրաքելական եկեղեցու եւ վեհապար հոր նկատմամբ եւ շատ դա պիտի տարածվի։ Ես ուղղակի բանը շատ ժամանակ կխլի մեզանից։ Ես կարող եմ անverջ ընթերցել Երևանից սկսել է դա պիտի շարունակենք, այո։ Անխտիր բոլոր քահանաները։ Ես քաղաքական ուժերը նորից եմ ասում, բան չգտնեք ձեր համար, պատրվակ չգտնեք, որ հրավիրատոմսի եք սպասում, սա վերաբերվում է Հայ հեղափոխական դաշնակցությանը, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀԱԿ-ին, Կոնգրեսին, չգիտեմ, բոլորին, Բարգավաճ Հայաստանին, Պատիվ ունեմին, բոլորին վերաբերվում է անպայման ձեր հայտարարությունները, 3 հայտարարություններ, ասենք ինչ որ գրառում էր արել Արմեն Աշոտյանը, Իշխան Սաղաթելյանը գրառում են արել, իհարկե դատապարտելի է, մենք պիտի դատապարտենք, դատապետենք այս մարդիկ, որ գործարքի են գնացել երկիր ուրացող, Արցախ ուրացող մարդու հետ եւ պղծել են եւ գործարքի մեջ են մտել Նիկոլի Քնչականի հետ, այդպես է, չէ՞ ստացվում։ Եւ իրենք շանտաժի լեզվով են փորձել խոսել վեհապարի հետ, ըստ էության շանտաժի լեզվով են, չէ՞ խոսում։ Կամ սականը, կամ ձեր հրաժարականը, կամ մենք կգնանք Դավաճանի հետ կհանդիպենք։ Սա են արել։ Հասկանալի, լավ արեցիք, որ դատապարտեցիք։ Բա Նիկոլին բան չունեք ասելու, որ կեղտոտ քաղաքական կոշիկներով մտել է հոգեվոր կյանքի մեջ հայրաքելական եկեղեցու ներքին կյանքա մտել, մարդը ռեֆորմա բան չունեք ասելու։ Իշխան Սաղաթելյան, Արմեն Աշոտյան չունեք, բանը հանրապետական կուսակցություն, երկրորդ նախագահ չունեք ասելու։ Այս մենակ պարզ է, չէ՞ որ սրանք այս պատկերը արդեն սրբապղծություն է։ Ես սրանց հետ կապված ամեն ինչ պարզ է, ճիշտ է թե չէ։ Ես երեք արցախցիների այդ վիճակը որ տեսա, եւ ոչ միայն արցախցիների, դուք պատկերացնում եք, լավ, մեղ կա մեր ժողովուրդը, ինչքան պիտի էս ամեն ինչ, այս դավաճանությունները ինչքան պիտի տեսնի մեր ժողովուրդը։ Դուք պատկերացնում եք, ես նույն էս սրանց թեմերի առաջնորդերի այդտեղի մարդկանց վիճակը պատկերացնում եք, որ մեկ էլ զարթնում են տեսնել իրենց սրբազանը դավաճան ուրացող է, շանտաժով է գնում, խոսում վեհապար հոր հետ։ Եվ գործարքի մեջ է մտնում Քնչականի ու Նիկոլի հետ։ Եվ մի բան ավելացնեմ, հորդորում եմ բոլոր ամուսնացյալ քահանաներին, եթե ձեր թեմի որևիցե քահանա 1-2 որոշակի տատանում ունենա կեցված դրսևորելու հրապարակային սիրով բացատրեք, հորդորեք, որ դա շատ կարևոր է, որտեվ մենք յուրաքանչյուրս արձանագրելու ենք, թե այս ծանր եւ փորձության ժամին ով իրեն ինչպես է պահում, դրանից բխող բոլոր ապագայում հետևանքներով, բարոյական առաջին հերթին։ Եվ վերջում ասեմ ձեզ եւ կոչ եմ անում նաեւ։ Այդ ամենավերջում, բայց հիմա մի կարևոր բան էլ կա մեր Telegram ալիքում կարող եք տեսնել հայրու։ Ուզում ենք, որ վեհապար հայրապետը արդարացի վճիռ կայացնի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր
ոնց որ մեր խոսքի շարունակություն ունի կամ սկիզբը, ովքեր շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, նաև սուտ խոստումների զոհ են դարձել։ Ես նույնիսկ չեմ համարում, որ այդ հայտարարությունը իրենց ազատ կամ արտահայտությունն է եղել։ Ես կարծում եմ, այո, իրենք այդ հայտարարությունը արել են պարտադրանքի, ճնշման, կոմպրոմատների ահաբեկման տակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գերագույն հոգևոր ժողովից դուրս եկած հոգևորականը։ Չկա այլ ուրիշ բաներ, եթե կա, չէ, եթե վիդեոներ կա, նայեք, մեզ փոխանցեք, պարտադիր չի ինչ որ գրած բաներ մենակ ասեք։ Եթե կա, լսեք եւ փոխանցեք, որ ինչ է տեղի ունենում։ Ձեր կոչը շատ տեղին էր բոլոր քաղաքական ուժերին, որ պիտի արձագանքեք, այո, քահանաների, որ անպայման արձագանք։ Դե հիմա այս հրապարակումն արդեն եղել է, ինձ էլ էին ուղարկել այս հրապարակումը, որ դա դրվեց Telegram-ան ինչ-որ ընթերցեցիք նոր։ Այո, մեր Telegram ալիքում կա, չէ, բայց բացի այդ էլ երեք կարծում եմ այսօր էլ կշարունակվի այն, որ հարյուրավոր, հազարավոր մարդիկ համացանցում լայն տարածում է ստացել այս հայտարարությունը, որով քրիստոնյաները կաթողիկոսին վեհապար հորը խնդրում են կարգալույծ անել դավաճան սրբազաններին։ Այսինքն սա էլ կա։ Դուք տեղ եք թողնում, որ իրենք կարող են ապաշխարել եւ ետ դարձի ճանապարհ դեռ կա։ Դա մեր որոշելիքը չի, հոգեվոր խորհրդի որոշելիքն է։ Մենք ուղղակի փոխանցում ենք, թե ինչպիսի տրամադրություններ կան հանրության մեջ, հանրությունը հոգեվոր ժողովուրդ, այսպես ասած, իրեն զգում է դավաճանված, լքված եւ միայնակ եւ դրա համար դիմել է հոգեվոր հորը վեհապար հորն է դիմել։ Այսպիսի բան առարկական ես ավելացնեմ։ Ուրեմն դիմում եմ նաև մեր եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակներին այսօր նոյեմբերի 28-ին ժամը 17:30-ի երեկոյան ժամերգության ընթացքում Մայր տաճարում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդողոմեոս առաքյալների մասունքները։ Փաստորեն Մայրաթոռը սիրով հրավիրում է բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու նախատոնակին եւ Սուրբ Պատարագին։ Սա առաջին։ Հորդորում եմ բոլորդ այսօր 17:30-ին։ Սա ամենաառաջնային է, անձնական որևիցե գործ, հասկացություն չկա։ Եվ երկրորդ, վաղվա պահով եւս Մայրաթոռը տարածել է Վաղը նոյեմբերի 29-ին Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդողոմեոս առաքյալների տոնը։ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի սրբատար կոնդակով առաքյալների տոնը նաեւ հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։ Միացնայեջ Մայր տաճարում ժամը 10:30-ին վաղվա մասին է խոսքը կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը եւ հավատացյալների երկրպագության համար Մայր տաճարում կմնա մինչեւ 18:00-ն։ Սա վաղը, իսկ մյուս օրը նույն 10:30-ին Կիրակի օրը Պատարագ։ Կոչ, բոլորս լինենք այնտեղ։ Այսօր 5:30, վաղը 10-ին Պատարագ։ Վաղը, ուրեմն տեղեկություն տարածվեց, որ Վազգեն Արքեպիսկոպոս Միրզախանյանը Կիրակի օրը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագիչ քահանա է լինելու, գնալու է, եւ շատերը մտածում էին, որ ահա Նիկոլն էլ այնտեղ կգնա։ Ես կարծում եմ Նիկոլը իմաստուն որոշում է կայացել, որտեվ այդ իր համար մեծ պարտություն կլներ, եթե այդտեղ գնար։ Հիմա որոշել է Սուրբ Սարգիս գնալ։ Նիկոլն գնում է Սուրբ Սարգիս։ Կճոյանի գիրքը։ Եվ այդպես շարունակ։ Եվ այդպես շարունակ։ Նոր հետաքրքիր բան, սա էլ փոխանցեմ, քիչ առաջ ուղարկեցին, ուրեմն Համբիկ Սասունյանն է Մայրաթոռից ուղի եթեր դուրս եկել, Նիկոլը առել է կացինն ու կացնահարում է մեր ժողովրդին եւ մեր պատմությանը։ Համբիկ Սասունյանը Մայրաթոռից։ Կխնդրենք, որ վեհապար հայրապետը Խնդրեմ ուշադրություն, պարոն Նահապետյան։ Հնարավորինս ներողամիտ լինի իրենց նկատմամբ ու այնպիսի որոշում կայացնի, որը կբավարարի հավատացյալ ժողովրդին։ Նշել է Տեր Վրթանեսը դուրս գալուց հետո այդ ժողովից։ Տեր հայրն ասաց, թե եթե ինքը լիներ վեհապար հայրապետը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած սրբազանները դեռ 3 կարգալույց կրճակվեն ու այս կիրակի 6 նոր եպիսկոպոս կոծեր։ Բայց փառք Տիրոջ, որ ես չեմ վեհապար հայրապետը։ Վեհապար հայրապետ Տեր Վրթանեսը։ Բայց փառք Տիրոջ, որ ես չեմ վեհապար հայրապետը։ Վեհապար հայրապետը շատ ավելի ներողամիտ, շատ ավելի շրջահայաց, ես էլ եմ այդ կարծիքին, եւ երկայնամիտ անձնավորությունն է, կարծում եմ իրենցից ոմանց նկատմամբ ներողամիտ կլինի, եթե զղջան, նշել է Տեր Վրթանեսը։ Տեր հայրը վստահ է, վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսներն
ահաբեկված են, նրանց առջև ինչ-որ հարցեր են դրել, որոնցով իրենք եկեղեցում համատեղելի չեն։ Սա Տեր Վրդանեսի խոսքերն էր, հետո ինչ ասում, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանես Քահանա-Վաղանյանը պնդում է, որ Արշակ Սրբազանին վերաբերող տեսանյութերը կեղծ են, արհեստական բանականությամբ են ստեղծվել, բացի այդ դա արել են գաղտնալսումից հետո, որպեսզի մարդու մասին հնարավորություն ունեն արհեստական բանականությամբ նման ամբարո տեսանյութ պատրաստել։ Մարդու լողասենյակում տեսախցիկ են դրել, որ մարդուն մեկ նկարեն, կարողանան նման տեսանյութ պատրաստել, լրագրողների զրույցում ասել է Տեր Վրդանեսը։ Տեր հայրը վստահ է, որ այս ամենի նպատակն է թշնամանք տարածել։ Տեր Վրդանեսը նշել է նաև, որ իրենցից շատերին են ապօրինի գաղտնալսել, հետևել եւ հետապնդել։ Ահա այսքանը նորից կոչ եւ հորդոր քաղաքական ուժերին եւ ամուսնացյալ քահանաներին դիմեց Հայկ Նահապետյանը, խնդրեի, որ հետամուտ լինեք, լսեք այդ բարեկամական կոչ այդպես եւ այսօր 17:30-ին Էջմիածին, վաղը 10:30-ին Մայրաթոր Էջմիածին, մյուս օրը 10:30-ին Էջմիածին։ Այո, լինենք եւ չսպասենք վեհապար հոր հրավերին։ Նիկոլ իր կեղտոտ կոշիկներով մտել է, սրանք անում են սրբապղծություն, դավաճանում են հայ ժողովրդին։ Մենք օպերատիվ կապի մեջ ենք, եթե ինչ-որ հրատաբան լինի, անպայման մեր երկի քաղաքացիները մեր ժողովրդին իրազեկենք։ Մեր կետեր կմտնենք։ Շնորհակալություն պարոն Նահապետյան, հետևենք ընթացքին, հետևեք մեր Telegram ալիքին, կարծեմ բավականին ակտիվ, հնարավորինս ամեն ինչ հրատապ ներկայացնում ենք։ Շնորհակալություն։